Պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ, Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը։ Ծայրաստիճան վտանգավոր այն իրադրությունը, որը ստեղծվել է մեր պետության շուրջ եւ առհասարակ հարավկովկասյան տարածաշրջանում, մեկ օրվա գործ չէ, տարիներ շարունակ մենք այս ընթացքի մեջ ենք։ Ինչ վերաբերում է մեր երկրին, Հայաստանի Հանրապետությանը, դա այն գործունեության եւ քաղաքականության արդյունքն է, որը հետեւողականորեն դրսեւորում է այս վարչախումբը, ցուցաբերելով քաղաքական տհասություն։ Տարածաշրջանում ուժերի եւ իրողությունների դասավորվածությունը մեկ օրվա ընթացքում չի ձևավորվել, ոչ 3, ոչ էլ 1 ամիս առաջ։ Այն ձևավորվել է սկսած 2018 թվականից եւ արդյունք է օրվա իշխանությունների ապազգային քաղաքականության։ Արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունը սպասարկում է ցանկացած այլ ուժային կենտրոնի շահերը, բացի Հայաստանի շահից, եւ որպես կանոն դա կատարվում է ի վնաս եւ ի հաշիվ Հայաստանի շահերի։ Մեր երկրի շուրջ մենք տեսնում ենք աշխարհակաղակական լուրջ ուժային կենտրոնների շահերի բախում, որը կարծես հասել է իր կիզակետին։ Մի կողմից տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը, ապա հավաքական արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչու՞ չէ այս հարցերն ինչ-որ չափով վերաբերում են նաև Կենտրոնական Ասիայի հզոր պետություններին։ Տեղի է ունեցել շահերի բախում, որտեղ յուրաքանչյուր պետություն ուզում է օգտվել ընձեռված հնարավորությունից հօգուտ իր շահերի եւ չգալով համաձայնության ստեղծվել է կոնֆլիկտային պոտենցիալ, պատերազմի վերսկսման նախադրյալներ, որոնք այսօր ունենք։ Դա չընթակցնում նաև օրվա իշխանությունները։ Հիմնական պայքարը Մեղրու Միջանցքի եւ Սյունիքի շուրջ է։ Բոլորս էլ հասկանում ենք, ինչ է իրենից ներկայացնում Մեղրիի Միջանցքը։ Դա ուղղակի 42 կիլոմետրանոց ճանապարհահատված չէ, այն մեծ լոգիստիկ կոմունիկացիոն ճանապարհի ընդամենը մի շղթա է, բայց շատ կարևոր։ Որ պետությունը դրան տիրի, կդառնա Հարավային Կովկասի հիմնական քաղաքական դերակատար։ Ճապոնիայի ափերից սկսվող այս մեծ եւ երկար երթուղին, անցնելով Չինաստանով, Միջին Ասիայով, Հայաստանի տարածքով կամ կողքով, գնալով Թուրքիա, հասնում է մինչեւ Եվրոպա։ Ինչ է դա տալիս տնտեսական աճի հնարավորություն այն պետությունների համար, որոնց տարածքով այս աշխարհակաղակական միջանցքն անցնում է։ Իսկ տնտեսական ուժը վաղ թե ուշ վերածվում է ռազմական հզորության։ Աշխարհակարգի փոփոխության պայմաններում նորից այս թեմաները ակտուալ են դառնում, թե ինչպես պետք է իրականացնել նաև համաշխարհային կոմունիկացիաները, որովհետև վերջի համաշխարհային առևտուրը արդեն շատ ավելի մեծ եւ գլոբալ երևույթ է, քան թեկուզ 10 տարի առաջ։ Հիմա այս տեսանկյունից մենք տեսնում ենք, որ նորից նույն տարբերակը աշխատում է եւ Թուրքիան բնականաբար այստեղ շատ մեծ ցանկություն ներգրավացում է, որպեսզի Եվրոպան, այնպես ինչպես գազային կախվածություն ուներ Ռուսաստանից տարիներ առաջ, մինչև ուկրաինական պատերազմը, հիմա այդ կախվածությունը ունենա ոչ թե Ռուսաստանից, այլ Թուրքիայից, որովհետև բոլոր այդ գազամուղներն ու նավթամուղները Ռուսաստանի միջոցով էին գնում Եվրոպա, իսկ հիմա կգնա Թուրքիայի միջոցով։ Ակնհայտ է, չէ՞, Թուրքիայի դերի եւ նշանակության բարձրացում։ Մի քանի տարուց մենք կարող ենք տեսնել ուժերի այլ դասավորություն, որին մեր երկիրը պատրաստ չէ։ Մեր երկիրը կանգնած է պատերազմի շեմին։ Եթե նայում ենք միջազգային պրակտիկային եւ քաղաքագիտության օրենքներին, ինչպես են լուծվում կոնֆլիկտները, դրանց լուծման 4 հիմնական ճանապարհ կա՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական եւ ռազմական։ Վերջինն ամենաարդյունավետն է։ Թե քաղաքական, թե տնտեսական, թե դիվանագիտական առումներով ներկայիս իշխանությունների պոտենցիալը գրեթե զրոյական է։ Նրանք այլևս որևէ գործընթացի վրա չեն էլ կարողանում ազդել։ Շատ մայրաքաղաքներում հանդիպում են մեր տարածաշրջանային կենտրոնների ղեկավարները եւ քննարկում իրավիճակը Հարավային Կովկասում առանց Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների։ Ստացվում է, որ մեր երկրի ճակատագիրը ապագան արդեն դուրս է եկել մեր ազդեցության կամ կառավարման տիրույթից, եւ դա տնօրինում են այլ ուժային կենտրոնները։ Այս պայմաններում պատերազմի վտանգն անգամներով աճել է։ Օրվա իշխանությունները շաբաթը 1-2 անգամ քաղաքականության շրջադարձի մասին քաղաքական հայտարարություններ են անում, որոնք մթնոլորտը շիկացնում են, փոխանակ մեղմացնեն։ Թուրանական ծրագիրը պարտադրվում է որպես պրոյեկտ մեր տարածաշրջանին, որը որ ակնհայտ ուղղված է մեր դեմ, ակնհայտ ուղղված է մեր ինքնության դեմ եւ դրա պատուղները մենք այսօր տեսնում ենք։ Մեր ինքնությունը ոտնահարվում է։ Մեր խորհրդանիշերը, այն ինչը որ մեր էության մասն է կազմել, այն ինչը որ մենք դպրոցից սկսած, մանկապարտեզից սկսած մեզ համար հարազատ է, մեր մի մասն է, մեր մեջից ջնջում են, հանում են, այսինքն մեր եսը, մեր կոդը, մեր գենետիկ կոդը մեր մեջից հանում են եւ ասում են ապրեք։ Մեր երկիրն արդեն վաղուց գտնվում է արտաքին, ավելի կոնկրետ թշնամական կառավարման ռեժիմի ներքո։ Խելամիտ ազգասեր մարդը բնավ իրեն այսպես չէր պահի։ Փաստ է, որ կա պատերազմի սպառնալիք։ Ինչով ենք մենք դրան հակազդելու, ինչ վիճակում ենք այսօր գտնվում։ Երկիրը միտումնավոր, ներքաշված է, մտցված է խափանարար ռեժիմի մեջ, որտեղ ամեն դեպք եւ գործողություն ոչ թե պատահականություն կամ զուգադիպություն է, այլ հստակ հաշվարկված օրինաչափություն։
Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։